մենք ունենք իրավունք Արցվաշենի նկատմամբ 20-ական թվականների քարտեզներով Արցվաշենը կպած ա եղել Հայաստանին, այդ քարտեզները 20-30-ականների քարտեզներով մոտավորապես 31,000 քառակուսի կիլոմետր ա եղել։ Երբ որ ես հարց ուղեցի Արարատ Միրզոյանին, ասեցի ինչի՞ չեք այդ քարտեզներով բանակցում, ասում մենք այդ հնարավորությունը չունենք, այսինքն իրենք բանակցում են այն քարտեզներով, որ ադրբեջանցիներն են։ Այդ մարդը ուղիղ ասել էր Ադրբեջանը թող ցույց տա իր քարտեզները, մենք դրանով առաջնորդվենք։ Բայց այդտեղ մի րոպե։ Իդեպ Հայաստանի տարածքը Ադրբեջանը չի ճանաչի, ինչքան քառակուսի կիլոմետր։ Այդտեղ մի քանի հատ կարևոր բան ֆիքսենք, էլի։ Մենք չգիտենք արդյունքում ինչ քարտեզներով ա դարվում ու արդյոք քարտեզներով վերաբերելի, ասում են վերաբերելի։ Նայ, այստեղ կարևոր բան կա։ Ես հիշում եմ ազգային ժողովում Մհերը Գրիգորյան երբ որ եկավ, էլի դու էր Կրիստինան էր մեր գործընկերները, մեր ընկերները հարց էին անընդհատ բարձրացնում, կարեք բացատրեք սկզբունքները։ Սահմանազատման ու սահմանագծման սկզբունքները 68 ձևի ֆրացրեց այդ թեման, ոչ մի հստակ պատասխան չտվեց, վերջում ընդունեց, որ չկա սկզբունքներ, այսինքն միտեղ անում են GPS-ով, միտեղ անում են բանավոր պայմանավորվածությամբ, միտեղ Google Maps-ով, միտեղ մի տարվա քարտեզով, միտեղ ուրիշ տարվա քարտեզով սկզբունք չկա, ու չգիտես ինչի, բոլոր այդ տարբեր ձևերով սահմանազոտումները ի օգուտ Ադրբեջանի են ամենը։ Դա գլխավոր սկզբունքն է, Ադրբեջանի միակ սկզբունքը փաստացի դա է, ոնց ասում է Ադրբեջանը։ Իրենք տալը սիրուն փաթեթավորում են անում, ասում են սահմանազատում։ Հիմա հայրենիքից հող հանձնելը իրենք փաթեթավորում են սահմանազատում եւ մեծագույն ձեռքբերում։ Այսինքն Հայաստանից տարածք է, չէ՞։ Ինքնիշխան հանձնվել։ Հայաստանի ինքնիշխան տարածքից հող են հանձնել։ Դա ցույց են տալի, որ հաջողություն է։ Ոչ միայն հաջողություն է, այլ հող հանձնողներին գեներալի կոչումներ են տալի։ Այդպես բան, չգիտեմ, աշխարհում կա թե չկա, որ հող հանձնող, չգիտեմ, փոխգնդապետը գնդապետի կոչում է ստանում, գնդապետը գեներալի կոչում է ստանում։ Դες ստացվում է, ասենք Ալեքսանդր Մակեդոնացին հայրենիքի դավաճան է։ Կամ Տիգրան Մեծը։ Հողա վերցրել, չի։ Ես այս կոնտեքստում մի հատ էլ կարևոր բան ֆիքսեմ, Գառնիկի ասած ամփոփելով էլի, summary անելով։ Տեսեք, երբ որ իրանք ասում են, որ այս իբր սահմանազատման եւ սահմանագծման process-ը դա շատ լավ է, դա խաղաղության օրակարգի մաս է եւ խաղաղության պայմանագրի հետ փոխկապակցում են այս ամեն ինչը, այստեղ շատ կարեւոր է ֆիքսել մանիպուլյացիան, որ այդ երկու process-ները փոխկապակցված չեն։ Իրանք գնում են որպես երկու առանձին զուգահեռ process, այդ խաղաղության փաստաթուղթը եւ սահմանազատում Ինչի է սա կարեւոր ֆիքսել, որովհետեւ ինչ է ասում Ադրբեջանը։ Պետք է ուշադիր լսել։ Ասում է սահմանազատումն ու սահմանագծումը կարա տևի տասնամյակներ, ինչպես օրինակ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև, հա, տասնամյակներ տևող process եւ երբ որ ասում եք, բա այս փաստաթղթի արդյունքում չեք պատրաստվում այդ օկուպացված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գաք։ Իրանք ասում են՝ մի րոպե, հələ սահմանազատումը կհասնի այդտեղ, Աստված գիտի քանի տասնամյակ հետո։ Մի հատ կքննարկենք, կհասկանանք արդյոք դա Հայաստանի տարածք է, թե մերն է։ Նոր արդեն դրա շուրջ կխոսենք։ Այսինքն, երբ որ ձեզ իշխանությունը ասում է, այ դա էսա խաղաղությունը, որ հաստատվի այդ օկուպացված տարածքներից է դուրս կգան, նիֆիգա, որտեվ իրանք ասում են, ով ասեց, որ դա ձեր տարածքն է, հələ եկեք սահմանազատենք, իսկ այդ հատվածի սահմանազատման մասին առհասարակ խոսք չկա։ Առհասարակ դրան, եթե իրենք 5 տարում նոր 12 կիլոմետր են սահմանազատել ու այն տարածքները, որը հարմար էր եւ ռազմավարական տեսանկյունից կարեւոր էր Ադրբեջանի համար, հիմա էլ խոսում են, որ Տիգրանաշենին պետք է հասնեն, այսինքն սկզբից ասում են հյուսիսից հարավ պիտի իջնենք։ Հիմա քաոտիկ է արդեն տեղ ունեն։ Քաոտիկ չի, իրանք շատ լավ էլ պլանավորած են։ Չէ, այսինքն ի նկատի ունեմ, որ աշխարհագրորեն վերևից ներքև էլ չի իջնում։ Ադրբեջանը որտեղ որ մատենի, Ադրբեջան հանձնվելու է Ադրբեջանին։ Այո, այդ տրամաբանությունը չի աշխատում, էլի, որ ասես լավ կա, ինչ որ լոգիկա։ Այդտեղ գիտեք ինչ ամրաշինական աշխատանքներ անում։ Այն տարածքները, որտեղ որ օկուպացրել է Ադրբեջանը, այդտեղ ամրաշինական աշխատանքներ է կատարվում, չգիտեմ, բետոնապատում են, եսի ինչեր են անում, շատ լուրջ աշխատանք է դա։ Այսինքն, եթե տրամաբանությամբ նայենք, ուրեմն Ադրբեջանը ինչ է, այդ ամեն ինչը անում է, որ մեզ հանձնի, բան չկա, չէ, լոգիկա չկա, չէ, մեջ գործ անում դեռ։ Մենք տենց ենք արել, ինտենսիվ գործ է անում Ադրբեջանը դեռ եւ
թող չմանիպուլացնեն, հիմարի տեղ չդնեն, այդ տարածքները Ադրբեջանը մեզ հանձնելու մտադրություն չունի։ Այո,